Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 23-ն է եւ այսօր ոչ միայն խոսելու ենք թարմ լուրերից, այլ նաեւ տենդենսներից։ Տենդենսները միշտ փոխվում են եւ մենք մեր հաղորդումների մեջ ձեզ փորձում ենք ցույց տալ այդ տենդենսները, թե ինչ տենդենսներ են հիմա նկատվում։ Բնականաբար խոսքը Հայաստանին վերաբերվող հարցերի շուրջ է, բայց ոչ միայն Հայաստանին վերաբերվող, կքննարկենք նաև միջազգային կարևոր իրադարձությունները, բայց հիմա խոսենք Հայաստանի շուրջ տեղի ունեցողից եւ այդ տենդենսների մասին։ Նախ պետք է նշել, որ Հայաստանի արտգործնախարարության մամլոխոսնակը պատասխանել է փաստացի Ալիևին, ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արևմտյան Ադրբեջան չկա, արևմտյան Ադրբեջանի շրջանները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Սա լավ է, որ այսպիսի պատասխան կա, բայց հաճախ է պետք այդպես պատասխանել ադրբեջանցիներին, բայց այդտեղ մենք տենդենսը տեսնում եւ նկատում ենք հստակ է մի քանի ամիս է, բայց երբ է այդ խոսակցությունը կրկին ակտիվանում, դա էլ պետք է նկատենք։ Քաղաքականությունը շատ նուրբ է երբեմն եւ միտեղ, երբ որ մի բան փոխվում է տարածաշրջանում, դա միանգամից փոփոխությունների է հանգեցնում Հայաստանում եւ Ադրբեջանում եւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շուրջ։ Խոսքը հիմա հիմնականում նրա մասին է, որ փոփոխություններ են կրկին նկատվում Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրան, Իսրայել այդ հնջուկի շուրջ։ Այսօր Իրանի արտգործնախարարը արդեն մեկնել է Հռոմ, հանդիպելու 5-րդ փուլն է Ամերիկայի եւ Իրանի միջև բանակցությունների, տեսնենք ինչ է լինելու, բայց արդեն նկատվում է մի փոքր փոփոխություն իրանական կողմի հռետորաբանության մեջ եւ այդ փոփոխությունը այդքան էլ դրական չէ։ Միշտ փորձում ենք իրար կապել այս ամենը, բայց կրկին փորձելու ենք կապել իրար եւ հիշեցնել, բայց շատ արագ, որպեսզի չձանձրացնեմ եւ նույն հարցերից չխոսեմ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցներ, CNN-ի հրապարակումներ այն մասին, որ Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, արդեն իրանական կողմն է սկսել իմիջիայլոց մեկնաբանել այդ հարցերը եւ ասում են, որ չեն հրաժարվելու իրենց ատոմային ծրագրից, ուրանի հարստացումից, նույնիսկ այսօր Իրանի արտգործնախարարը ասել է, որ եթե բանակցությունները տապալվեն, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ունենան պլան B, քանի որ ամեն դեպքում Իրանը չի հրաժարվելու իր ծրագրից եւ ուրանի հարստացումից։ Այստեղ կարևոր է նաեւ հասկանալ, որ Իրանը, երբ որ այսպիսի սրացումներ են լինում հարաբերությունների մեջ, սկսում է ցուցադրել իր նոր տեխնոլոգիաները ռազմական ոլորտում եւ երեք խոսում էին նոր անօդաչու թռչող սարքերից, նոր հնարավորություններից եւ այլն եւ այդպես շարունակ, ու պատահական չէ, որ Իրանի պաշտպանության նախարարը գտնվում էր Հայաստանում, պատահական չէ, որ երեք չափազանց կարևոր հայտարարություն է արել Իրանի դեսպանը Հայաստանում, հենց Սյունիքի մասով։ Նրա խոսքերով Իրանը կողմ է, որ տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակվեն, բայց ոչ մի Զանգեզուրի միջանցք չի լինի։ Այդպես նա պատասխանել է թուրք նախարարի հայտարարությանը։ Այս ամենի մասին ես տեղեկացա տելեգրամյան ալիքների միջոցով, չգիտեմ թե որ թուրք նախարարը եւ ինչ հայտարարություն է արել, եթե անկեղծ լինեմ, բայց հստակ ասում է, որ նման բան չի լինի։ Թուրք նախարարները հիմնականում տրանսպորտի նախարարը մի քանի անգամ նման հայտարարություններ արել էր։ Վերջերս արել էր թե չէ չեմ կարող ասել, բայց Իրանի դեսպանի Մեփխի Սոբխանիի պատասխանը չափազանց հստակ էր։ Դա էր ասում նաեւ Իրանի պաշտպանության նախարարը Հայաստանում, դա էին ասում Իրանում նաեւ Արմեն Գրիգորյանի այցի ժամանակ, այդ ֆորումի ժամանակ, որը որ տեղի էր ունենում Իրանում։ Եվ չափազանց կարևոր է, որ Իրանի դեսպանը այդպիսի հայտարարություն է անում հենց Սյունիքից եւ ասում է, որ ուժի միջոցով որևիցե հարց լուծել անհնար է, հստակ հասկացնելով, որ Իրանը թույլ չի տա, որ Զանգեզուրի միջանցք բացվի։ Այստեղ կարևոր է նշել մեկ բան, որ Իրանը
այդպիսի հայտարարություններ չնայած որ միշտ է անում, բայց այդպիսի հայտարարությունները շատ ավելի հաճախակի են դառնում, երբ որ մենք նկատում ենք, որ լարվածություն է առաջանում, ավելի ճիշտ ոչ թե լարվածություն է առաջանում, այլ լարվածության աճ է գրանցվում Իրան, Իսրայել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հիմնականում Իրան, Իսրայել, եթե ավելի անկեղծ լինենք, բայց Սյունիքի հարցում, կոնկրետ Սյունիքի հարցում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի շահերը համընկնում են, դա էլ մենք գիտենք։ Ուղղակի ասածս այն է, որ հիմա Իրանում սկսել են կրկին հասկանալ, որ եթե հնարավոր ռազմական գործողություններ սկսվեն իր դեմ, ապա Ադրբեջանը հնարավոր է օգտվի առիթից եւ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Թուրքիան եւ դրա համար փորձում են իրենց հյուսիսային սահմանները ամրացնել, այդպիսի հայտարարություններով են հանդես գալիս։ Եվ որպեսզի պատկեր ավելի ամբողջական լինի, հիշեցնեմ Իլհամ Ալիևի հայտարարությունը, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը ներկայացուցիչների պալատում, որ բավականին բարձր է պատերազմի հավանականությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում են հիմա կանխել այդ պատերազմի հավանականությունը, բայց հետաքրքիր հայտարարություն է արել երեք շատ կարևոր հայտարարություններ է արել Թուրքիայի անվտանգության խորհուրդը, տարբեր հարցեր են անդրադարձել Թուրքիա-Իսրայել հարաբերություններին, թե ինչ է տեղի ունենում Գազայում, Սիրիայի շուրջ, հերթերի հետ իրենց հարաբերությունները եւ անդրադարձ եղել նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին եւ այդտեղ նշվել է, որ Թուրքիան գոհ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններից եւ այնտեղ նշվում է, որ խաղաղության հաստատումը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Սա բաց հայտարարություն է, բայց կրկին մենք բոլորս էլ կասկածում ենք Թուրքիայի անկեղծության այս հարցի շուրջ, սակայն հետաքրքիր է, որ այսպիսի երբ որ սրացումներ են նկատվում, Թուրքիան այդպիսի հայտարարություններ է անում, մոտավոր նույն ոճի մեջ էր արտահայտվում նաև Էրդողանը երկու օր առաջ Հունգարիայում, ու սա եւս մեզ հուշում է, որ ինչ որ process, ինչ որ գործընթաց կա հիմա Ադրբեջանի եւ Հայաստանի շուրջ։ Եվ դա հիմնականում կրկին պետք է ասեմ, կապված է Իրանի հետ։ Սա է այս պահի դրությամբ ինչ ուզում էի ասել Հայաստանի մասով, ուղղակի մեկ այլ տենդենս եւս նկատում եմ։ Այդ տենդենսը ցավալի է, որ նկատելի է, կարծես թե Հայաստանը կրկին նույն սխալներն է թույլ տալիս Ռուսաստանի մասով, փորձում է ավելի խորացնել, բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ հարթել բոլոր կնճռոտ հարցերը, բայց դա կարող է շատ վատ գին ունենա, շատ վատ գին արժենա Հայաստանի համար, քանի որ երբ որ աշխարհը այսպես խառնված է եւ տարածաշրջանն էլ խառնվել է կարող, ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը երաշխիքներ է տալու Հայաստանի Հանրապետությանը, այլ հակառակը ճիշտ խոչընդոտ է դառնալու, որպեսզի Եվրամիությունը ավելի լուրջ ձևով փորձի կանխել հնարավոր ագրեսիան Հայաստանի դեմ, ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ։ Եվ հեչ պատահական չէ, որ Լավրովը ունեցավ լեկտիություն, որ ասեր, թե Հայաստանի տարածքները, որ Հայաստանը Ադրբեջանի 7 շրջաններ օկուպացրել է, այնինչ ոչ մի երկիր աշխարհում չի ճանաչում, բացի Թուրքիայից, Պակիստանից եւ Ադրբեջանից, ոչ ոք չէր ասում, որ Հայաստանը 7 շրջան օկուպացրել է, այդ թվում նաեւ իրենք, բայց Լավրովը այդպես լեկտիաբար ստեց եւ հայտարարեց, որ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, չնայած որ մենք գիտենք, որ ոչ թե Հայաստանն է օկուպացրել, այլ իրականում Ռուսաստանն է հիմա օկուպացնում Ուկրաինայի տարածքները, բայց այդ մասին Լավրովը բնականաբար չի խոսում։ Բայց կրկին ասեմ, մեր խնդիրը ոչ թե Ուկրաինան է, առաջինը մեզ համար Հայաստանն է, եւ այդ հայտարարությունները մեզ հուշում են, որ Լավրովը հակահայկական դիրքորոշում ունի բազմաթիվ հարցերի շուրջ եւ կարծես թե լեգիտիմ հող է նախապատրաստում ադրբեջանական հարձակման համար, այսինքն մենք որ իբր օկուպացրել էինք Ադրբեջանի տարածքները, հիմա այլ Ադրբեջանն է որոշելու օկուպացնել մեր տարածքները։ Մոտավորապես
այդպիսի տպավորություն է իմ մոտ հիմա ձևավորվում ցավոք սրտի, եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների խաղերը Ռուսաստանի Դաշնության հետ, այն էլ այս պայմաններում ուղղակի մտահոգություններ են ստեղծում, մտահոգություններ են առաջացնում։ Չեմ ասում խաղալ պետք չէ, չեմ ասում բանակցությունները պետք չեն, հարաբերությունները կարգավորել պետք չեն, բայց հիմա ճիշտ ժամանակը չէ դրա համար, հիմա ամբողջ աշխարհը եռում է, հիմա տարածաշրջանը եռում է, պետք չի թշնամանալ Ռուսաստանի հետ, բայց նույն ժամանակ ինչ որ տենդենսներ ցուցադրել եւս պետք չի, տենդենսներ փոխել եւ ցույց տալ, որ Հայաստանը ուզում է ավելի լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարծում եմ, որ պետք չի եւ դա չափից դուրս մեծ սխալ է, քանի որ Ռուսաստանը հիմա սկսելու է ավելի շատ սեղմել, որպիսի կապանում հյուպատոսություն բացվի, իսկ դա թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար, ես կարծում եմ բոլորը շատ լավ գիտակցում են։ Այդ իսկ պատճառով կրկին անգամ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին մի փոքր ավելի սթափ վարվել, տեսանք թե ինչպես էին ոստիկանները ուզում ցրել այն ցույցը, որը որ ընդդեմ Լավրովի էր տեղի ունենում, տեսանք թե ինչպես արդեն այսօր ենք լսում այն մասին, թե ինչպես փորձում են ոստիկանություն հրավիրել այն անձանց, ովքեր որ ապաստար էին կախել Կիևյան կամրջի վրայից, ինչ որ բաներ են փորձում ապացուցել Ռուսաստանի Դաշնությանը, որը որ բնականաբար շատ լավ չէ։ Եվ ես շատ համեստորեն ուղղակի կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, ճիշտ պահը չի ընտրված այդ ամենի համար եւ ճիշտ կլինի այդ ամենից հրաժարվել, քանի որ դա խնդիր կստեղծի հիմնականում այն երկրների հետ, որոնք որ օգնում են Հայաստանին պաշտպանելու տարածքային ամբողջականությունն եւ ինքնիշխանությունը, դրանից բացի Ռուսաստանը շատ ավելի համարձակ սկսելու է գործել եւ դուք էլ ինքներդ կտեսնեք, թե ինչ պահանջներ կսկսեն ներկայացնել ձեզանից, որքան ուտ կսկսվի այդ գործընթացը, որը որ տհաճ է լինելու միանշանակ ձեր համար, էլ չասեմ ինչքան տհաճ կլինի այդ ամենը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ընդհանրապես ամբողջ հայության համար։ Դրա համար շատ կարևոր է հիմա արդեն կանգ առնել, ընդունեցիք Լավրովին, հասկանալի է, լավ եք ընդունել, դա էլ ինչ որ միտեղ փորձենք, ճիշտ է չենք ուզում հասկանալ, չեմ էլ ես կարող հասկանալ, բայց լավ ասենք հասկանանք, բայց էլ մի շարունակեք այդ թեման։ Թողեք, որ այս ամենը ավարտվի, ինչ որ տենդենսներ մի ցուցադրեք, քանի որ միանշանակ, եթե դուք նման կերպ վարվեք, Ռուսաստանի ախորժակը էլ ավելի է մեծանալու, ավելի լուրջ պահանջներ է ներկայացնելու, իսկ մենք որքան փորձենք այդ պահանջները բավարարել Ռուսաստանի, այդքան հեռանալու ենք Եվրամիությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրամիությունից հեռանալը անգամներով ուղղակի ավելացնելու է պատերազմի հավանականությունը մեր տարածաշրջանում եւ բացելու է հնարավորություն ադրբեջանական նոր ագրեսիայի համար, այն էլ այս խառը բարդ իրավիճակում։ Հիմա միջազգային կարևոր իրադարձություններից խոսենք, Ուկրաինայի շուրջ սենատոր Գրեմը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի բանակցությունները Ուկրաինայի հետ արդյունք չտան, այդ մեմորանդումը չկնքվի, ապա Սենատը որոշում է ընդունելու եւ 500%-անոց տարիֆներ է սահմանելու եւ այդ պատժամիջոցները շատ ծանր են լինելու Ռուսաստանի համար։ Ուկրաինայի մասով կարող եմ նաեւ ավելացնել այն, որ այսօր աննախադեպ շատ մեծ դրոնային հարձակում է եղել ուկրաինական կողմից Ռուսաստանի վրա, դրանից բացի երեք Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել, ասելով, որ որոշում է կայացվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի երկայնքով անվտանգային բուֆերային գոտի ստեղծելու մասին եւ Ռուսաստանի զինված ուժերը ներկայումս զբաղվում են այդ հարցով։ Բայց թե ինչ անվտանգային բուֆերային գոտու մասին է խոսքը, ճիշտ ասած ոչ թե դժվար է ասել, բայց այստեղ կոնկրետ Պուտինը փորձում է խճճել բոլորին։ Հիշում ենք, Ուկրաինան 10-15 կիլոմետրանոց բուֆերային գոտի էր առաջարկում, որ Ռուսաստանը հետ է քաշում 10-15 կիլոմետր սահմանի ամբողջ երկայնքով, նույնն է անում նաև Ուկրաինան եւ այդպիսի բուֆերային գոտի է ստեղծում։ Կարծում եմ Պուտինը դա ի նկատի չունի եւ Պուտինը ի նկատի ունի այն, որ իրենք պետք է առաջ գնան եւ այդպիսով ստեղծեն բուֆերային անվտանգության գոտի Ռուսաստանի Դաշնության համար։
բայց այս հայտարարությունը երկու իմաստ ունի ամենայն հավանականությամբ եւ փորձում է կրկին այդ հայտարարությամբ Պուտինը երևի թե Թրամփին գցել մոլորության մեջ։ Մնացած հարցերի մասով Մերձավոր Արևելքից հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում եւ հետաքրքիր տեղեկություններ կային միջայլոց Թուրքիա-Իսրայել հարաբերությունների մասով։ Թուրքիան եւ Իսրայելը պայմանավորվել են հատուկ գիծ ստեղծել, ռազմական գիծ Սիրիայի հարցերը քննարկելու, թեժ հարցերը քննարկելու։ Ես որքան հասկանում եմ, այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Բաքվում եւ հիմա որպեսզի իրավիճակը չլարվի ծայրաստիճան Թուրքիայի եւ Իսրայելի միջև, այդպիսի հատուկ թեժ գիծ են ստեղծել պաշտպանության նախարարությունները։ Հիշում եք, շաբաթներ առաջ լարվածություն կար Իսրայել եւ Թուրքիայի միջև, երբ որ Թուրքիան իր օդուժը բարձրացրել էր, որպեսզի հակազդի Իսրայելին, երբ որ Իսրայելը օգնում էր դրուզներին Սիրիայում բախումների այդ ժամանակ, բայց այդ ժամանակ Թուրքիան ստիպված եղավ նահանջել եւ Իսրայելը տարավ հաղթանակ օդում։ Եվ հիմա այդպիսի թեժ գիծ են ստեղծում, որպեսզի բախում հանկարծ չառաջանա Իսրայելի եւ Թուրքիայի միջև։ Հութիները երեք կրկին կարողացել են Բեն-Գուրիոն օդանավակայանին հարվածել Իսրայելում, գիշերը եւս հրթիռակոծել են Իսրայելը, այսինքն հութիները բավականին լուրջ հաջողություն ունեն այդ իրենց հրթիռների եւ դրոնների արձակման գործում եւ նորմալ ձևով Իսրայելը այս պահի դրությամբ հələ որ չի կարողանում հակազդել այդ հրթիռներին եւ դրոններին, չնայած որ մեկ-մեկ նաեւ իրենց օդուժի միջոցով ռմբակոծում են Եմենը, բայց ոչ մի արդյունք մեծ հաշվով չեն ստանում։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, ցտեսություն, կհանդիպենք։